Այնուամենայնիվ որոշումը զգացվում էր, որ շատ բարդ է, որովհետև լռությունը երկար տևեց եւ տարբեր մասնագետների կողմից քննարկվում էին շատ տարբեր տարբերակներ։ Օրինակ, երբ քաղաքացիական պայմանագիրը պետք է քաղաքապետ դարձներ իր քվեով Մարտուն Գրիգորյանին, Մարտուն Գրիգորյանը իր քվեով պետք է քաղաքապետ դարձներ Սարիկ Մինասյանին, կամ եղավ այն, ինչ արդեն ունենք, այսինքն Վարդան Ղուկասյանն էր դառնալու քաղաքապետ։ Վերջին երկու տարբերակներ, այսինքն Մարտուն Գրիգորյանի քաղաքապետ դառնալը կամ Սարիկ Մինասյանի ձեր կողմից քննարկվել է կամ ինչու հենց այդպես չեղավ, օրինակ, եթե առաջադրվեր Մարտուն Գրիգորյանը ու սպասեր, որ քվեարկեին բոլորը իրեն։ Բոլոր սցենարները քննարկվել են մեր մոտ եւ բոլոր սցենարներին մենք սպասել ենք նաեւ այն սցենարին, որ ելքը տեղի ունեցավ, շատ քիչ ձայներով, շատ քիչ տոկոսով, Մարտուն Գրիգորյանի այսպես հավաքած քվեները պակասում էին գործող քաղաքապետի այս պահի ունեցած քվեներից, շատ քիչ տոկոսով, բայց ամեն դեպքում մենք բոլոր հավանական սցենարները քննարկել ենք եւ ի սկզբանե քարոզարշավի սկզբից էր այդ քննարկումները հիմք տալիս Մարտուն Գրիգորյանին ասելու, որ քաղաքացիական պայմանագիրը որևէ կերպ Գյումրիում իշխանության չի գալու եւ դա այսպես ասած այստեղ պիտի Գյումրիի մտածողության մեջ բառ ասեմ մարդկորեն ասվել եւ այդ ամենը պահվել է մինչեւ այսօր, այսինքն պարոն Գրիգորյանը իր խոսքի տերը եղավ եւ պահեց եւ ունեցավ այդ որոշումը եւ ունենք այն ինչ ունենք այսօր։